որովհետև բավական երկար մենք շփվեցինք թիմում եւ ֆեդերացիայի ներկայացուցիչները եւ թիմը եւ մարզչական շտաբը մենք բավական երկար խոսակցություն ունեցանք եւ եկանք այն եզրակացության, որ մենք պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը, իհարկե մարզիչը արդեն ասել է, ես եւս մեկ անգամ բոլորիս անունից, որովհետեւ մենք մի թիմ ենք եւ համոզված եմ, որ որպես մի թիմ կարող ենք առաջ գնալ, մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար, բայց երկար զրույցից հետո մենք խոստացել ենք միանց եւ համոզվել ենք, որ կարող ենք որպես մի թիմ առաջ գնալ, անկախ այն նեգատիվից, որ ֆուտբոլի նկատմամբ լինում է, մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ նեգատիվը մեր խնդիրները ներսում լուծել եւ հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում եւ փորձել ամեն ինչ անել, որ կազմը պատրաստ որպես բավական մարտունակ թիմ ներկայանալ սեպտեմբերի աշխարհի առաջին ընտրական փուլին։ Սա հայտարարություն է համատեղ մարզչական շտաբի ֆուտբոլիստների եւ ֆեդերացիայի կողմից եւ սա արդյունքն է երկար զրույցի, որ մենք ունեցանք հանրությունից հետո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հայտնեցի, այսքան ճանապարհը գալու համար, ներողություն խնդրեցի այս խաղի համար, այս պարտության համար։ Այս երկար առանձին տղեկի հետ շփվեցի, երկար խոսացինք ու մենք ինքս մեզ առաջինը ինքս մեզ խոստացանք ու հուսով եմ նման պարտություններ մեր ազգային հավաքալին չի լինում, ինչքան որ ես եմ խաղում ստեղ։ Հուսով եմ տղեկին ինձ հասկացան, մենք իրար հասկացանք, իրանք իրենց ասել են բոլորին, որ առաջինը բոլոր ամեն մեկը իր մեջ պետք է խնդրի ու բոլորով պետք է խոստանանք, ես իրենց անունից եմ խոսում, պետք է խոստանանք, որ նման հայտարար պարտությունները չեն լինելու, այդքան է երևի, հիմա մի քիչ դժվար է ինձ էմոցիաներ եմ մոտս, բայց ես գիտեմ ինչ եմ խոս տալիս, ես այս թիմի հավաքն եմ, բոլոր իմ ընկերներն են, ես ամեն ինչ անում եմ, որ նման հայտարարությունը չլինի մեր ազգային հավաքում։